Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանին։ Բարև ձեզ Տիկին Գալստյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Խնդրենք Տիկին Գալստյանին ներկայացնել մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն, իսկապես նախատեսվում է, որովհետև կառավարությունը հավանության է արժանացրել օրենքիների նախագծեր, որոնք ներկայումս գտնվում են ազգային ժողովում եւ իհարկե ազգային ժողովի ընդունելուց հետո արդեն եւ ավերացվելուց հետո նրանք ուժի մեջ կմտնեն։ Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով մի շարք փոփոխություններ են կատարվել պետական նպաստների մասին օրենքում։ Մասնավորապես թերևս ամենաէականը երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող նպաստի կատեգորիան է, որ ներառվեց պետական նպաստների մասին օրենք։ Որպես դրամական աջակցություն նա ներկայումս էլ գործում է 2021 թվականին ընդունված իրավական ակտով 22 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամական աջակցություն յուրաքանչյուր ամիս մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Պայմանն այն է, որպեսզի այս 50,000 դրամ ամսական եկամուտները տրամադրվեն, որպեսզի երեխայում նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն 22 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում ծնվի երրորդ, չորրորդ, հինգերորդ երեխա, մեկից ավել երեխա ծնվելու դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխայի համար, այսինքն օրինակ եթե ընտանիքում առաջին անգամ եռյակ ծնվի, ապա յուրաքանչյուր երեխայի համար 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարին լրանալը։ Պայմանը նաև որպեսզի երեխայի ծնողները լինեն ՀՀ քաղաքացիներ, առնվազն դիմող ծնողում դիմումի հիման վրա կնշանակվի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա դրամական աջակցություն էր, իրականացվում էր որպես ծրագիր, ինքը այսպես փորձնական ծրագիր էր եւ բավական երկար 22 թվականից սկսած մենք իրականացրեցինք 22, 23, 24, 25։ 4 տարի իրականացրեցինք ծրագիրը, 25 թվականին նախարարության ազգային ինստիտուտը վերլուծություններ կատարեց, ուսումնասիրություններ կատարեց եւ ուսումնասիրության արդյունքով պարզվեց, որ այնուհանդերձ միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Ըստ այդմ որոշվեց փոխել այդ դրամական աջակցության կարգավիճակը, փոխանակ տրամադրելու որպես միջոցառում, դարձնել ավելի պարտադիր դրամական աջակցություն պետության կողմից եւ սահմանվի որպես պետական նպաստի առանցին տեսակ։ Սա նշանակում է օրենքի ընդունումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ, նախկին 3-ի փոխարեն։ Առաջինը բնականաբար մայրության նպաստն է տրվում է հղի կնոջը, ընդ որում թե աշխատող, թե չաշխատող մամաներին։ Երկրորդը տրվում է երեխայի ծնվելուց, արդեն մյուս 3-ը տրամադրվում է երեխայի ծնվելուց հետո, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը եւ այս 4-րդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունումով, 3-րդ եւ յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը։ Առաջին ասացի բոլոր մամաներին է տրամադրվում, ծննդյան միանվագ նպաստը բոլոր ընտանիքներին է տրամադրվում, չաշխատող ներողություն, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը դարձյալ բոլոր մամաներին է տրամադրվում, ես կասեի ծնողին, որտեղ մենք ունենք նաև հայրում նշանակել ենք երեխայի խնամքի նպաստ, եւ այս 4-րդ տեսակը արդեն կարգատվից կախված ենք տալիս։ Ընդ որում պիտի դիտարկել այս օրենսդրական փոփոխությունը համակարգային, որովհետև զուգահեռաբար վերանայվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը։ Մինչ այժմ ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից, առաջին, երկրորդ երեխաների համար տրամադրվում է, այսօր էլ տրամադրվում է 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխաների դեպքում 1 միլիոնական դրամ եւ 5 եւ ավելի երեխայի դեպքում
1.500.000 դրամ։ Սա երեխայի ծննդյան նվակ նպաստի գործող համակարգն է։ Այ երբ որ բերում ենք 50,000-ական դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստի տեսակ, այսինքն տալիս ենք օրենքով սահմանված պարտավորություն կառավարության համար, զուգահեռաբար վերանայում ենք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը եւ ներդաշնակեցնում ենք ընդհանուրը։ Նախատեսվում է ծննդյան միանվագ նպաստի չափը համահարթեցնել, դարձնել 500,000 դրամ եւ առաջին եւ երկրորդ եւ երրորդ եւ չորրորդ եւ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ, այսինքն անկախ կարգաթվից կտրամադրվի 500,000-ական դրամ։ Իսկ այ կարգաթվից կախված արդեն կվճարվի բացառապես երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստը։